ԼՄՆ-ի հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, այսօրվա մեր հանդիպման նպատակը եկամուտների համատարած հայտարարումն է, իրավական լեզվաոճով ասած եւ իրականության մեջ ֆիզիկական անձանց Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների եկամտային հարկի տարեկան հաշվարկը։ Վերջին տեսաուղերձով ես մեր հայրենակիցներին խոստացել էի, որ կանդրադառնանք եւս մեկ տեսաուղերձով եկամուտների հայտարարմանը վերաբերվող օրենսդրական վերջին փոփոխությունից հետո, որովհետև շատ են եղել դեպքերը, երբ որ իշխանությունների ներկայացուցիչները հայտարարել են մի բան, օրենքով եւ փաստաթղթի վրա գրել են տրամագծորեն հակառակը։ Եվ իրականում մոտավորապես նման ձևակերպում էլ սա էր։ Իսկ վերջին շրջանում, քանի որ դեմ եմ հայտարարման ակցիայի շրջանակներում բացած գրասենյակներում շատ էին զանգերը չափից դուրս, մարդիկ վերջապես ուզում էին հասկանան իրենց ճակատագիրի եւ ինչպես են վարվելու եկամուտների հայտարարման հետ, դրա համար որոշեցինք այս ձևաչափով ձեր հետ միասին ձեր օգնությամբ լուսաբանենք բոլորին ինչ են անելու։ Մինչև հիմնական ասելիքին անցնելը վիճակագրական ընդհանրապես մի քանի տվյալ նշենք ու անցնենք առաջ։ Ուրեմն 860,000 քաղաքացիներից 2024 թվականի համար ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն 2025 թվականին ներկայացրել է շուրջ 130,000, այսինքն 730,000 Հայաստանի Հանրապետության քաղաքացի միացել է համատարած եկամուտների հայտարարման բոյկոտին եւ չի ներկայացրել ֆիզիկական անձի եկամտային հարկի տարեկան հաշվարկը։ 860,000-ից մոտավորապես 130,000-ն է ներկայացրել։ 2025 թվականի համար դե բնականաբար թիվը ավելանալու է, որովհետև չափահաս Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները պետք է ներկայացնեն եկամտային հարկի տարեկան հաշվարկ։ Հիշում ենք մենք բոլորս, որ դեռևս ապրիլ ամսից մեկնարկեցինք դեմ եմ հայտարարման ակցիան, որի արդյունքում իշխանությունները կատարեցին թվով 6 հետքայլ, այդ թվում մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը եկամտային հարկի տարեկան հաշվարկի ներկայացման ժամկետի հետաձգումը։